Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որքան կտևի Իրանի դեմ գործողությունը, դա միշտ 4 շաբաթ տևող գործընթաց է եղել։ Իրանը մեծ երկիր է, դա կտևի 4 շաբաթ կամ ավելի քիչ, ասել է Թրամփը։ Մինչ այս հայտարարությունը Թրամփն ասել է, որ Իրանի նոր ղեկավարությունը խնդրել է իրեն վերսկսել բանակցությունները։ Նրանք ուզում են խոսել, ես համաձայնել եմ, ուստի ես կխոսեմ նրանց հետ։ Նրանք դա պետք է ավելի շուտ անեին, ասել է Թրամփը։ Միացյալ Նահանգների նախագահը հրաժարվել է մեկնաբանել, թե երբ կարող են տեղի ունենալ բանակցությունները։ Այդ մարդկանց մեծ մասն այլևս չկա։ Նրանք դա պետք է ավելի շուտ անեին, բայց իրենց խելոքի տեղ էին դրել, ասել է Թրամփը։ Սակայն Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին հայտարարել է, որ Թեհրանը բանակցություններ չի վարի Միացյալ Նահանգների հետ։ Հնարավոր բանակցությունների մասին հարցին պետք է պատասխանի ռազմական գործողություններ սկսած Վաշինգտոնը։ Այս հայտարարությունն էլ արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Իրանը միշտ բաց է եղել դիվանագիտության համար, ի տարբերություն Միացյալ Նահանգների, որը բանակցությունների ընթացքում արդեն երկրորդ անգամ հարձակվեց մեզ վրա։ Եթե նրանց նպատակը վարչակարգ փոխելն է, դա անհնար է, իսկ նոր գերագույն առաջնորդը կարող է ընտրվել 1-2 օրվա ընթացքում, ասել է Արաղչին։ Մինչ Թրամփը խոսում է հնարավոր բանակցությունների մասին, նրա գործընկեր Նեթանյահուն խոսում է ավելի ինտենսիվ հարվածներ հասցնելու մասին։ Մեր ուժերն այժմ աճող ինտենսիվությամբ հարվածներ են հասցնում Թեհրանի սրտին, եւ առաջիկա օրերին այդ գործողությունները միայն ավելի կուժեղանան, ասել է Իսրայելի վարչապետը։ Իսրայելը մի շարք թիրախներից բացի հարվածել է նաև Իրանի պետական հեռուստառադիոընկերության կենտրոնակայանին։ Ավիահարվածների հետևանքով Թեհրանում վնասվել են հիվանդանոցներ, հրապարակվել են տեսանյութեր, թե ինչպես են հրթիռային հարվածից վնասված հիվանդանոցի բուժքույրերը տեղափոխում նորածիններին։ Ի պատասխան ամերիկա-իսրայելական գործողությունների, Իրանը հարվածներ է հասցնում Պարսից ծոցի երկրներում իսրայելա-ամերիկյան թիրախներին։ Այդ ֆոնին Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Թեհրանում իր դեսպանատան փակման եւ Իրանից իր դեսպանին հետ կանչելու մասին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունը մարդկային բարոյականության եւ միջազգային իրավունքի բոլոր նորմերի ցինիկ խախտում է, հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Խամենեիի սպանությունը դատապարտել է նաեւ Թուրքիայի նախագահը։ Իրանում իշխանափոխություն անելու համար Թրամփի օգնությունը խնդրած Իրանի վերջին շահի ժառանգ Ռեզա Փահլավին էլ հարցազրույց է տվելու ասել, որ միայն Իրանի շուկայի բացմամբ ԱՄՆ տնտեսությունն ավելի քան $1 տրիլիոն եկամուտ կունենա։ Նրա դուստրն էլ Իրանին ուղղված հարվածների համար շնորհակալություն է հայտնել Թրամփին։ Եվ վերջում հրաձգություն է տեղի ունեցել Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի Օսթին քաղաքում։ Տղամարդը գիշերը ժամը 2-ի սահմաններում կրակ է բացել քաղաքի հայտնի զվարճանքի թաղամասում։ Կրակոցների հետևանքով 3 մարդ է զոհվել, եւս 14 մարդ վիրավորվել է, որոնցից 3-ը գտնվում են ծանր վիճակում։ Զոհերի թվում է նաեւ կրակ բացած տղամարդը, որին սպանել են դեպքի վայր ժամանած ոստիկանները։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։